Երևանի հաղթանակ թաղամասն է, այստեղի բնակիչները այդպես էլ չեն կարողանում սեփականաշնորհել իրենց իսկ սեփականությունը։ Քաղաքապետարանը համապատասխան բոլոր փաստաթղթերը տալիս է, խնդիր չունի բնակիչների հետ, սակայն այդ տրամադրված փաստաթղթերը այդպես էլ հիմք չեն հանդիսանում կադաստրի կոմիտեի համար։ Թաղամասի բնակիչների ավելի քան 70%-ին, եթե հարցնես այս տարածքը որտեղ տնավորվել ես, հաստատ քոնն է, դժվար թե կարողանա փաստաթղթերով ապացուցել։ Իսկ ամեն ինչ սկսվել է դեռ Խորհրդային Միության տարիներից։ Կոլտնտեսությունից հողաբաժանման ժամանակ են ստացել իրենց բաժինը, այդ ժամանակվա համապատասխան փաստաթղթերով։ Բնակիչների տեղեկացմամբ մի ակտով, որն արդեն անկախ Հայաստանում պետք է սեփականության վկայականի իրավական ուժը ունենար։ Չունեցավ ու արդեն առնվազն 34 տարի բնակիչները դրա համար են պայքարում, թեպետ շատերն արդեն այդ միակ վկայությունը առաջին ու վերջին փաստաթուղթն էլ չունեն։ Ամեն ընտրություններին դա վիճարկման թեմա է լինում։ Որոշակի մարդկանց խմբի առաջարկում են, ասում են, ձեր ակտը սեփականության վկայականը փոխարինելու համար կարող եք այս տեխնացուին ձայն տալ, իշխանական տեխնացուի մասին խոսքը, որովհետեւ մենք ձեր ակտերի հարցը լուծենք։ Այդտեղից էլ հենց առաջացավ առաջի խնդիրները, մարդկանց ձեռքից հավաքեցին ակտերը, քվեարկել են որոշակի խմբեր, գնացել են, որ իրանց ակտը հետ վերցնեն կամ սեփականության վկայականը, ակտը համարել են կորցրել են եւ այլ։ Արխիվներն էլ չկան, ուրեմն վերջ, այս թաղամասի բնակիչներն իրենց երկրային կյանքի օրոք այդպես էլ չեն կարողանա ձեռքն առնել բաղձալի այդ սպիտակ թուղթը։ Իրենք իրենց առաջարկն ունեն, գույքի բազակա, այդտեղ էլ վճարումներ են արել, այդ հիմքով վերականգնեք կորսված փաստաթղթերը։ Քաղաքապետարանը ճիշտն ասած ընդառաջ գնաց մեզ որոշակի որոշումներ կայացրեցին, բայց որոշումը գնում էր կադաստրի կոմիտե, մերժվում էր։ Թեպետ մերժման հիմնավորումները տարբեր են եղել, այնուամենայնիվ ահա դրանցից մեկը։ Կառավարության որոշմամբ ձեր հողամասի գործառնական նշանակությունը վարելահող է, իսկ կադաստրային գործի հատակագծում նշել եք անօգտագործելի, ինչպիսի գործառնական նշանակություն օրենքը չի նախատեսում։ Կոլտնտեսությունը, որը որ չի շահագործել հողի հատված, այսինքն քարերով է արկա եղել, մշակման ենթակա չի եղել, գրել են անօգտագործելի տերմին են օգտագործել, կամ դրանից հրաժարվի այդ մասից, շատերի մոտ այդ հողակտորը իր հողի կարող է լինի 1/5, 1/4 մասը, ոնց մարդը հրաժարվի իր հողից, հետո իր հողի ներսում տղզյակը առաջանալու ինչ որ պետական գույքի տեսքով։ Մենք ունենք նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք։ Օրենքով կարգավորվում է, թե որ նոր ընդունված իրավական ակտը ինչ շրջանակի անձանց նկատմամբ պետքա կիրառություն ունենա։ Հստակ սահմանվում է, որ անձի դրությունը լավացնող իրավական ակտը ինքը պետքա մեխանիկորեն հետադարձ ուժ ունենա, տարածվի նաև նախկինում, առաջացած իրավահարաբերությունների նկատմամբ։ Անձի իրավիճակը վատ հարացնող փոփոխություն է տեղի ունեցել։ Հողի նշանակության փոփոխությունն ի դեպ բովանդակային կողմից զատ թանկ կնստի բնակիչների վրա, գոտիավորմամբ այն թանկացել է։ Եթե տարիներ առաջ քառակուսի մետրը 2500 դրամ արժեքն ուներ, ապա հիմա 10800։ Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք նաև կադաստրի կոմիտե, նախ ասացին, որ համընդհանուր կերպով չեն կարող մեկնաբանել, այսպես ասած, թաղամասի խնդիրը, քանի որ դրանցից յուրաքանչյուրն առանձին կադաստրային գործ է։ Հետո նաև տեղեկացրին, ասելիքը մեկն է, ինչ նշված է տարբեր բնակիչների սեփականության գրանցման մերժման հիմնավորման մեջ։ Այստեղ հիշենք հողի նշանակությունը։ Սուրանկյունն ուղղություն վերցրեց Երևանի քաղաքապետարան, սակայն այստեղ էլ պարզորոշ արձագանք չստացանք, թեև ավագանու վերջին նիստերից մեկի ժամանակ, որն ի դեպ հաջորդել էր հաղթանակ թաղամասի բնակիչների բողոքի ակցիային, երբ փողոց էին փակել։ Փոխքաղաքապետ Փամբուխչյանը հայտնեց, որ մոտ 100 հաղթանակցու խնդիր քաղաքապետարանը լուծել է հենց քաղաքապետի անմիջական ներգրավվածությամբ։ Իսկ ինչպես փոխքաղաքապետը չմանրամասնեց։ Դրանք այն հարցերն են, որոնք որ քաղաքապետարանը մեծ ջանքեր է գործադրել դրանք լուծելու համար եւ այնտեղ կան որոշ հարցեր, որոնց որ մենք խորը կասկածով ենք մոտենում եւ չկա որևէ իրավական, մենք չունենք այդ իրավական հիմքը, որպեսզի այդ փաստաթուղթը մեզ մոտ վստահություն ներշնչի, որ դա իրական է, այն ավել հողերը, որոնք որ արդեն ավելացրած են հիմնական ակտերին։ Հաղթանակում լսել են փոխքաղաքապետի հայտարարությունը, յուրաքանչյուր հարցի պատասխան էլ ունեն։ Բնակիչներն անգամ 10 կետանոց պահանջագիր են ներկայացնում, դրանցից մեկն էլ հենց պատասխանում է Փամբուխչյանին։ Կասկածների փարատման հնարավոր տարբերակ։ Գիտի, որ սա իր հողն է, եւ այդ հողի սեփականության հիմնավորում կարա հանդիսանա հողին հարակից մնացած սեփականատերերի համաձայնությունը։ Չունի հարևանների հաստատում, բնականաբար դատարանի միջոցով կարելի է այդ հարցը վիճարկել, եթե չգտնվի այլ սեփականատեր, որը կրկին շահառու է այդ հողի նկատմամբ,
բնականաբար պետք է հատկացնել այդ քաղաքացուն։ Ոչ մի քաղաքացի պահանջ պատահականորեն չի հայտնվում որևէ հողի վրա, չի դա զավթում եւ տնօրինում։ Տվյալ անձիկ տարիներ շարունակ տնօրինել են, տիրապետել, օգտագործել են այդ գույքը, հողամասը, հետեւաբար ամեն դեպքում այդ մարդիկ ուրեմն ունեցել են այդ իրավական հիմքը, դա իրենց է համարելու։ Եթե մենք նույնիսկ գնանք բացառման սկզբունքով, ասենք չէ, դա այդպես չէր եղել, հիմա եթե ազնիվ խոսենք, շատ վաղուց էին այդ անձանց վտարել այդ տարածքից։ Փաստաբանը նաև հղում է անում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ պաշտպանությունների եվրոպական կոնվենցիային, որին միացած է նաև մեր երկիրը ու Հայաստանի բարձրագույն օրենքին, սահմանադրությանը։ Ասում է, օրենքը միևնույն է քաղաքացու կողքին է, նույնիսկ մինչև այդ կա թեկուզ մեկ նախադեպ սեփականության իրավունք գրանցելու, ուրեմն բոլոր դեպքերում պետք է այդպես վարվել։ Փաստաբանը սակայն դատական պաշտպանության ճանապարհով գնալու հետ այնքան էլ համաձայն չէ։ Գործը վարչական դատարան կգնա, իսկ այստեղ գործերի քննությունը շատ երկար է տևում։ Օրինակ, հաջորդող նիստը կարող է դատարանը 1 տարի անց նշանակել։ Ստացվում է սա ինչ-որ ընթացակարգային անորոշ իրավիճակով պայմանավորված է ու չի կարող լինել ճիշտ ու բխի քաղաքացու իրավունքներից։ Հաղթանակ թաղամասի խնդիրներն այսքանով միայն սկսվում են։ Թաղամասի գերեզմանատունն է, որ ժամանակ առ ժամանակ ընդլայնել է իր սահմանները, եկել հասել բնակիչների տներին ու դարձյալ հողատարածքներին։ Սուրանկյան թողարկումներից մեկում վերջերս էին անդրադարձել այս խնդրին։ Հետևողական ենք նաև։ Երևանի նոր գլխավոր հատակագծով, օրինակ, Հովնան Թադևոսյանի հողատարածքը, որ վաղեմի պատմություն ունի, հիմա հայտնվել է սանիտարական գոտի կոչված հատվածում։ Գերեզմանատունը հեսա պարզերում որտեղ է, անցած տարի 2024 թվականն եկան գեոդեզարեցին։ Մեր հողամասը եղել է մոտիկ, բայց հողամասը գերեզմանոցին մոտիկ չէ, գերեզմանոցը մոտ 50 մետր եկել են մոտիկ։ Մեզ են եկել 93 թվականին հողը տալուց մեր չափագրեցին, ասին ձեր հողամասը ստեղից է, գերեզմանոց իրավունք չունի մոտիկ գալու։ Հողատարածք գնալու ճանապարհին ենք։ Այս էլ մեր 33 տարվա մեր ընտանիքի դառը տանջանքը։ Ի վերջո, ինչպես պիտի լուծվի հաղթանակի խնդիրը, բնակիչներն իրենց պատկերացումներ ունեն, բանակցությունների էլ պատրաստ են, բայց հետ քայլերի մեծ իմաստով ոչ։ Չենք համաձայնում մասնակի լուծումը, այսինքն եթե իշխանությունները պետքա գնան ասեն, ձեր խնդիրը առաջի կետով մասնակի ենք լուծել, մենք չունենք համաձայնություն այդ հարցում, մենք պահանջում ենք ընդհանուր խնդրի լուծումը եւ առաջի կետը բավարարել իսպառ անցնել նոր երկրորդ կետին, որովհետեւ այստեղ անհամաչափության պահպանման դեպքում մենք արկա խնդիրները կբազմապատկենք այլ խնդիրներով։ Իդեպ բնակիչների պահանջների մեջ է մտնում նաև որևէ այլ համայնքում գյուղի կամ թեկուզ Երևանում, բայց առանձին վարչական շրջանի կարգավիճակ ունենալը։ Ասում են, սա է իրենց պահանջների առանցքում, իսկ երբ հաղթանակցիները հաղթանակ կտանեն սեփական հողի համար, հարցն օդում է շարունակում մնալ։ Բնակիչները հույս ու սպասում, իշխանությունները լռություն։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։